Դավիթ, շեֆը քեզ էր հարցնում։ Հարցնում էր կպատասխանենք։ Բայց մենակ շորերս փոխեմ նոր։ Բարև ձեզ։ Իր մասին է ասում։ Բժիշկ, Նարեն լրագրող է։ Բժիշկ Դավիթ Ազատյանը 3-րդ բրիգադի բժիշկն է։ Շատ հաճելի է։ Ձեր դեմքի արտահայտությունը այլ բան է ասում։ 2 օր է Դավիթի ատամն է ցավում, չէ՞ Դավիթ։ Իհարկե, պարոն Կարապետյան։ Մեկ ուրիշը լիներ աշխատանքի չէր գա, բայց շտապօգնության բժիշկները նրանք չեն կարող։ Չեն կարող։ Հիվանդները նրանց են սպասում։ Սպասում են։ Մի խոսքով, Նարեն ուզում է մեր աշխատանքի մասին հոդված գրել։ Իա։ Կարծում եմ մի քանի ժամ ձեր բրիգադի հետ անցկացնելը նրան ավելի շատ բան կտա, քան մի 2 օր այդ մասին պատմելը։ Չէ՞։ Նարե, ապրես։ Շատ երիտասարդ եք։ Շնորհակալ եմ։ Չէ, ասածս կոմպլիմենտ չէր։ Կասկած էր ձեր իմացությանը եւ գիտելիքներին։ Քեզ ինչ եղավ։ Հարգելի պարոն Կարապետյան, դուք չասացիք, որ ատամս էր ցավում։ Եկեք ձեզ 26-րդ բրիգադին ամրացնեմ։ Եկեք, իհարկե։ Ամրացնել պետք չէ։ Ես այս բրիգադի հետ եմ ուզում ծանոթանալ։ Ինչպես կուզեք։ Հաջողություն եմ ցանկանում։ Այդքանը վերջ։ Հա։ Գնանք։ Գնացեք։ Լրագրողներին տանել չեք կարողանում։ Չէ, ինչու։ Լրիվ ընդհակառակը։ Իսկ ես հակառակը։ Ինձ մնար ձեր մասին չէի գրի, թերթի պատվերն է։ Կոնկրետ իմ, թե մեր ծառայության։ Արդեն երկուսի։ Պատճառը ծերուկ Ֆրեդի մոտ ընտրենք, հա։ Պատճառն ավելի քան պրոզաիկ է։ Տատի շաքարն էր բարձրացել։ Շտապօգնությունը այնքան ուշացավ, մինչև եկան հազիվ փրկեցին։ Կանչը տալուց հետո որքան ժամանակում են եկել։ Դա ինչ կարևոր է։ Հա, այդպես, լավ, հարցեր չկան։ Աննա, Նարենա, մեր հյուրն է։ Աննա 3-րդ բրիգադի բուժքույրն է։ Հյուր։ Լրագրող եմ։ Ձեր մեկ օրվա մասին պետք է գրեմ։ Նստեք։ Դաշնամուր։ Որտեղից։ Չգիտեմ որտեղից։ Իսկ ինչ է կարծում եք շտապօգնության աշխատողներին երաժշտությունը հակացուցված է, հա։ Հետաքրքիր է։ Սուրճ կխմեք։ Չէ, շնորհակալ եմ, արդեն խմել եմ։ Ես կխմեմ։ Ձեր ջերմ վերաբերմունքը մեր խոնարհ ծառայությանը այդ մի դեպքով է սահմանափակվում։ Տատիկի դեպքը շաքարի հետ կապված։ Քիչ է։ Կներեք, մոռացել էի, որ մասնավորն ընդհանրացնելը ձեր մասնագիտության անբաժան մասնիկն է։ Սուրճը։
Եսս փախավ։ Եթե մարդու շաքարը բարձրացել է, շտապօգնությունը կանչից քանի րոպե հետո է հասնում։ Դե եթե ցիտոկան չէ, այսինքն հրատապ, 12 րոպե, չհաշված ճանապարհային խցանումները։ Հա։ Ինչ կա որ։ Չէ, ոչինչ։ 3-րդ բրիգադ շտաբ կանչ ընդունեք։ Ստորին վերջույթների այրվածք, կին 58 տարեկան։ Սա էլ ձեր առաջին կանչը։ Գնացինք։ Օգնեմ։ Տեսեք, գնում ենք դեպքի վայր։ Ու միակ ինֆորմացիան, որն ունենք այս պահին, դա նա է, որ կինը Երմանձետը թափել է ոտքերին։ Չգիտենք, խորն են այրվածքները, ինչքան է այրված, եւ ընդհանրապես էլ չեմ ասում, որ այրվածքային հիվանդության զարգացում կարող է լինել։ Ամեն դեպքում դուք դրսում կսպասեք։ Ինչու՞։ Դե որովհետեւ գոյություն ունի մարդու անձնական կյանքի իրավունք։ Բայց ես անձնական տվյալները հրապարակելու միտք չունեմ։ Եթե չտեսնեմ ինչպես եք աշխատում, հոդվածս հավաստի չի լինի։ Եվ բացի դա, ձեր շեֆը ինձ խոստացել է, որ աշխատանքս խոչընդոտող ոչ մի հանգամանք չի լինի։ Սրտից թույլ չեք։ Դա թող արդեն ձեզ չհուզի։ Իա, ես ինչի ուշացակ, խեղճի սիրտը ցավից պայթեց։ Անա ցավազրկող։ Հերո, իրոք։ Ինչի ուշացակ։ Տիկին ջան, ես ոնց եք հարմարացրել։ Երաշկին, լավիտարի։ Կարականը արա։ Արագացրու, Աննա, դուր։ Մի անտարակ ուշքի պետ ու դուրս տարեք։ Ինչի եղավ։ Ախ, սկուշ, վայ։ Դուրս տարեք։ Տանում ենք, իա։ Կապրի։ Վիճակը ծանր է, բայց կապրի։ Ինչից հասկացաք։ Բժիշկի աչքերից։ Իսկ դուք հոդվածի հավաստիությունը ապահովեցիք։ Չհասցրեցի։ Ուշքս գնաց։ Աղջիկ ջան։ Ամեն դժբախտ պատահար երկրաշարժի պես մի բան է, բայց մի ընտանիքի տարածքում։ Այ օրինակ այսօրվա ընտանիքը։ Նա ապրում էր իր ամենօրյա հոգսերով, խնդիրներով։
չգիտեմ, մեծերը աշխատանքի, փոքրերը ինստիտուտ կամ դպրոց։ Ու հանկարծ զեթը թափվեց։ Ու մի քանի վայրկյանի ընթացքում առողջ կինը դարձավ հաշմանդամ։ Նա երկար կպառկի հիվանդանոցում, որից հետո կպառկի տանը։ Իսկ դա նշանակում է, որ ընտանիքի անդամների ամենօրյա գործերին գումարվում է նաև հիվանդանոց գնալը, հիվանդին խնամելը։ Էլ չեմ ասում ֆինանսական մասի, որը դատելով նրանց բնակարանից պակաս պրոբլեմ չէ նրանց համար։ Իսկապես մտքովս չէր անցել։ Հետո այդ դժբախտ պատահարները մի տեսակ թեստ են ընտանիքի անդամների ու հարազատների համար։ Կդիմանան արդյոք բժշկի ասած այդ երկրաշարժին, թե չէ։ Եթե դիմացան, կդառնան ավելի համերաշխ։ Չդիմացան, Ես ուշադրություն դարձրի ձեր վարորդը ինչ զգուշ էր վարում մեքենան, երբ հիվանդին տեղափոխում էիք։ Մեր վարորդները լավ գիտեն, որ ամեն աննշան ցնցում կարող է ավելորդ ցավ պատճառել։ Իսկ քանի րոպեում հասանք դեպքի վայրը։ Սա հրատապ կանչեր 12 րոպեում։ 10։ Բայց մարդկանց թվում է, որ չենք շտապում, ուշանում ենք։ 3-րդ բրիգադ, նոր կանչ ընդունեք։ Գալիս եք։ Իհարկե։ Հենց գան որ ուշքս գնում է, անմիջապես դուրս կփախչեմ մարտի դաշտից։ Սա է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շտաբ օգնություն կանչել եք։ Այո, ներս եկեք։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև բժիշկ։ Ոնց եք երեխեք։ Լավ ենք։ Ինչ է եղել։ Ստամոքսը։ Թույլ տվեք։ Ինչքան ժամանակ է ցավում։ Մի քանի տարի է։ Բժշկի չեք դիմել։ Սոդա եմ խմում ցավը թողում է։ Բժիշկ։ Բյուլետեն կտակ։ Ես բյուլետեն չեմ կարող տալ։ Դե որ չեք տալիս։ Ավել լավ է մի դեղ տակ խմեմ։ Պետք չի նայել։ Չէ, լավ, եկեք պայմանավորվենք, հա, մի անգամից։ Ես եմ ասում ինչ անենք, ես եմ բժիշկը։ Դուք ինչ մասնագիտություն ունեք։ Հիմա ով է մասնագիտությամբ աշխատում։ Բանվոր եմ շինարարության վրա։ Ու բյուլետեն են ուզում։ Վճարելու համար չի պետք։ Բրիգադիրին ցույց տան, որ համոզվի հիմա հիվանդ եմ։ Մի թուղթ տվեք էլի։
Դուք հանգիստ պարկեք, ես հիմա կստուգեմ։ Պարկեք։ Էս ի՞նչ է։ Մի ամիտ բերանից եկավ։ Նման բան էլ է եղել, հա։ Կարևոր չի։ Ես վաղը պիտի գործի գնամ։ Ինչ գործ, հարգելիս։ Ձեզ մոտ ներքին արյունահոսություն է։ Ինչ։ Խոցն է պայթել։ Ինչ խոս բժիշկ ջան։ Երևի ատամից սա։ Արյունը եկել պարկեմ կանցնի։ Չէ, ձեզ շտապ պետք է տեղափոխել հիվանդանոց, հենց հիմա։ Չեմ կարող։ Միջև ձեռքերս լվանան պատրաստ լինեք։ Տիկին ջան, ինձ ուղեկցեք, հա, խնդրում եմ։ Բժիշկ ճիշտ հասկացեք, մենք չենք կարող։ Այսինքն, Տեսեք ոնց ենք ապրում։ Արսենի բերածը միայն օրվա հաց է։ Իսկ հիվանդանոցի համար փող է հարկավոր։ Կարծում եք չգիտենք, որ պետք է գնալ բժիշկի ստուգվել։ Կարող ենք չենք գնում։ ես հիմա կգամ։ Հալո, պապ։ Բարև։ Հա, անառակ, որ թուտ զանգն է, հա։ Պապ, կարաս օգնես։ Հա, հերթական հիվանդ է։ Ներքին արյունահոսություն։ Չէ, ինքը ոչինչ չգիտի, բժշկի չեն գնացել։ Անալիզները պետք է տեղում հանձնենք։ Հա։ Պապ, պետք է վիրահատել ու շտապ։ Ու բոլոր ծախսերը մի խոսքով ահավոր վիճակում են, պապ։ Բերում ենք։ Հա, գիտեմ, որ առաջին անգամը չէ, որ սենց բան եմ անում։ Ու հաստատ վերջինն էլ չի, պապ։ Շնորհակալ եմ։ Հիմա քեզ հիվանդանոց կտանենք։ Մի ընդհատիր։ Բժիշկը լավն է, ինքը քեզ կվիրահատի։ Ուրիշ ոչնչի մասին չմտածես։ Չգիտեմ ինչ ասեմ։ Շնորհակալ եմ բժիշկ։ Տիկին, դուք մեզ հետ կգաք, լավ։ Լավ։ Աննա, օգնիր իրերը հողոքեն։ Լավ։ Դեմը նոր տարի է, 1000-ումի ծախս։ Երեխեքին նվեր բան էի ուզում։ Երեխեքին հայր է պետք։ Ինչ հայր, որ նույնիսկ փող չունի իր վիրահատության համար։
Անպայման ձրի վիրահատության կարիք պետք է լինի, չէ՞ որ երեսդ տեսնեմ։ Շաբաթ օրը ես ու մաման քեզ էինք սպասում։ Ինչ անեմ վիրահատությանը չկարողացա գալ։ Մերդ էլ նեղացել է։ Գոնե Հարիսա կերար, պապ։ Էդ օրը Հարիսա է։ Հա, բա։ Չէ, նստած տեղը քնել եմ չեմ հիշում։ Պապ։ Մամայի հետ գոնե միտեղ գնացեք էլի։ Ուր։ Թատրոն, կինո, չգիտեմ։ Հա, լավ բան ես ասում։ Կարելի է մտածել։ Հիվանդին ձևակերպեք տարեկան անալիզների եւ շտապ պատրաստեք վիրահատության։ Շատ լավ, պրոֆեսոր։ Ինչ էիր ասում։ Թատրոն։ Հա։ Լավ բան է։ Կարելի է մտածել։ Դե ձեզ հաջողություն։ Կարապետյանին էլ մնաս բարով ասեմ ու գնամ։ Կարող եմ մի քանի կանչի էլ գաս։ Երկուսը լիուլի են։ Մանավանդ տատս ասում էր հասկացողի համար կես քյուֆթան էլ բավական է։ Քյուֆթան լավ էլ մեծ է։ Քյավարինը, Էրզրումի քյուֆթան փոքր է։ Այդ նույն տատենա ում շաքարը բարձրանում է։ Ինձ էլ ճիշտ հասկացեք։ Մինչև շտապօգնության գալը ամեն վարկյանը ժամ էր թվում։ Դե լավ, ավել պակասի համար կներեք։ Իմ ներողությունը հոդվածիս մեջ կլինի։ Եթե կյանքում ամեն ինչ սենց լիներ, չէ՞։ Սկզբում անվստահություն, հակակրանք, իսկ հիմա Համակրանք։ դա էլ ված չէր, բայց կարևորը իրար հասկանալն։ Իմ սիրելի բրիգադ 3D։ Կարճ ժամանակով եկել էի Երևան։ Կարոտել էի։ Չդիմացա, եկա ենթակայան։ Կանչեիք, սպասեցի էնել։ Ցավոք սրտի այսօր պետք է վերադառնամ գյուղ։ Անուշ արեք իմ բերած համեստ ընթրիքն ու իմ ձեռքով սարքած գինին։ Երևի պիտի գնայի գյուղ ու հեռավորությունը պիտի օգներ, որ խոստովանեի իմ սերը դեպի ձեզ։ Ալոյանն ասաց, որ նոր բուժքույրը Աննան անցել է 3D-ի փորձաշրջանը։ Բարի նախանձով եմ մտածում, բայց վստահ եմ, որ դուք իրար լավ եք հասկանում։ Ինչ վերաբերում է 3D-ին, կարծում եմ վատ չի լինի, որ Աննան դառնա Դիաննա։ Կարոտում եմ ձեզ, մեր խնդություններին։ Ձեր Դոնարա Արամովնա։ Բարի ախորժակ։ Իսկական ընկերները այսպես են լինում։ Դավիթ ջան, լցրու։
Տրիդեի կենաց է։ Շատ լավն է։ Դե արագ կերեք, թե չէ սալոյանը լսի կանչատալու։ Երրորդ բրիգադ, նոր կանչ ընդունեք։ Էլի։ Էլի։ Հիմա ինչին ես խփել։ Բալկոնի դռանը։ Ձեր տանը շուտով դուռու լուսամուտ չի մնա, որ քեզ խփած չլինեն։ Գոնե լավ ես լսում։ Սկզբում վատ էր, իրար խառնվեցի։ Լիլիթս էլ առանց ինձ զգուշացնելու ձեզ կանչեց։ Ապրել Լիլիթ, խելացի աղջիկա։ Անցած անգամ էլ որ չզանգեր, ուղեղի ցնցումով պիտի տնից դուրս գնայր, չէ՞։ Ծանոթացիր, Անահիտն է։ Ամիսը գոնե մի անգամ էստեղ են գալու։ Բարզա։ Ես էլ ասում եմ վերքը ինչի դռանը խփածին նման չի։ Դա իմ գործն է։ Լիլիթ, ինձ մի բաժակ ջուր կբերես։ Մենակ սպասի, թող ջուրը լավ սառի։ Մեզ ջուրը սառն է, բայց եթե խոսելու եք, ես խոհանոցում կնստեմ։ Խելացի աղջիկա, գոնե իրան խղճա։ Առաջին անգամ էլ քեզ լսեցի։ Գնացի ոստիկանություն դիմում տվեցի։ Ու ինչ։ Մի քանի օր նստեց։ Ալամ աշխարհով խայտարակ չլինելու համար գնացի դիմումս հետ վերցրեցի։ Ես իրարենքս արդեն պատերազմ էին հայտարարել։ Բայց որ իրանց տղեն խմում ու խելքը կորցնում է, այդ իրանց չի հետաքրքրում։ Կներեք իհարկե։ Ինձ ամենևին էլ չի վերաբերում։ Բայց ինչի չեք բաժանվում։ Երեխես անհեր մեծանա։ Ինքը լավ մարդ է։ Լավ ձեռք ունի։ Իրա նման պարկետ խփող չկա։ Ուղղակի որ այդ մի պատվերը վերջանում է, մինչև մյուս պատվեր վերցնելը, այդ մի քանի օրն է, որ ինքը խմում է։ Բայց որ նոր գործ է վերցնում, մի կաթիլ բերանը չի առնում։ Լավ, իսկ եթե այդ օրերին ինչ-որ միտեղ գնաք, դե թաքնվեք էլի։ Էդ էլ ենք փորձել։ Քրոջս տանը նենց կռիվ սարքեց։ Հարևանները մինչև հիմա հիշում են։ Անկեղծորեն չեմ հասկանում։ Ոնց ես կարողանում քեզ խփողի հետ ապրել։ Չգիտեմ։ Բայց որ օյաղանում է, չէ։ Ներողություն է, որ խնդրում է ինձանից։ Իսկ Լիլիթը։
Երեխեն անընդհատ սթրեսի մեջ է, նրա մասին մտածում ես։ Ինչ անեմ, բաժանվեմ։ Լիլիթիս համար գժվում է ինքը։ Ես մենակ չեմ կարա երեխուն մեծացնեմ, ես իմ կյանքում մի օր չեմ աշխատել։ Մորս թոշակով պահեմ երեխուս։ Սաղ իզուր խոսքեր են։ Սենց եղել է, սենց էլ մնալու է։ Մենք էլ կգանք ու կգնանք միշտ։ Լավ ինքը ուր է։ Դրսում։ Տեսնում եմ, որ ներսում չի։ Ավելի կոնկրետ։ Ինչի համար է կարծում։ Ուղղակի հետաքրքիր է։ Խնդրում եմ իրան հանգիստ թողեք։ Մյուս օրը գործի է։ Երկհարկանի տուն են վերցրել։ 2-3 ամիս ինքը կաշխատի։ Ու այդ ընթացքում էլ ձեր կապտուկները կլավանան։ Ամուսնացած չեք։ Երեխաներ էլ չունեք։ Ինչ իմացաք։ Ձայնը տակ տեղից է գալիս։ Աննա, վերքը մշակիր, համել ամուսնական փորձի փոխանակում արեք, ես հիմա կգամ։ Պապատ որտեղ է։ Եթե մաման չասած, ես էլ չգիտեմ։ Լիլիթ, դու չես ուզում չէ, որ պապան մամային խփի։ Դրա համար ինքը չպիտի խմի։ Ապրես։ Չես ուզում չէ, որ պապան խմի։ Երազում եմ։ Պապատ որտեղ է խմում։ Մեր փողոցի անկյունի բիստրոյում։ Լիլ, մամային բան չենք ասում, լավ։ Գերեզման։ Վաղը կգնաս պոլիկլինիկա վիրակապդ փոխելու։ Անա գնացինք։ Ուղեկցել պետք չի, դրան տեղը գիտենք։ Պայմանավորվեցինք։ Դազդան էլ էստեղ կան։ Անա, նովոկային հավաքի ներարկիչի մեջ արագ։ Մեքենայից դուրս չգան։ Եղավ։ Հիմա կգան։ Էլի ինչ ա մտածել։ Հա, էլի ես։ Էլի միլիցիա ես կանչելու։ Չէ, այս անգամ գործած քո հետ է։ Չէ, այս անգամ ուրիշ է։ Ես Ամերիկայից ուղարկել եմ հատուկ նմանների համար։ Դասի ոնց սարսկեմ, մենակ խմել չէ, ապրել է չես ուզենա, հասկացա՞ր։ բա դու իմ մասին չես մտածում։ Հանգստացի, լսին Ինչ ասիր։ Ոնց ուզում ես։
Լսի դու լրիվ ցերեկվա երազ ես։ Ցերեկվա երազը ուրիշ պատմությունից է։ Իմիջայլոց ծառել եմ։ Ինչի ուշացար։ Պապիկի դեղերն էի տանում։ Սորել ես։ Հիմա կտակաս։ Ձեր ինչն է։ Նա մահացել է։ Գիտեմ։ Տղեկ կամ ճամփա տվեք կամ խոսացեք։ Իսկ չեք մտածել, որ հղի եք։